Արդյոք մի բան հասկանում եք հայից, որքան տարօրինակ հանելուկային արարած, որքան խաբուսիկ, երևույթը ոչ ինքը, բայց և ինչ է ինքը, իր նկարագիրը, զուր աշխատանք, որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր։ Ուր հեղափոխություն, այնտեղ հայություն, բայց իբրև ական ծայրահեղական է։ Իր կռիվը 3 ճակատի վրա էր միաժամանակ՝ շահի դեմ, սուլթանի դեմ, ցարի դեմ։ Ասենք ամեն հայ մի փոքր շիրակեցի է Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։ Իր օրիենտացիան բացակայի օրիենտացիան է։ Թաթարն էր մոտը, սպասեց ռուսին։ Ռուսը եկավ, աչքը եվրոպացուն էր։ Եկավ անգլիացին, դարձյալ ռուսին էր սպասում։ Ռուսն է գալիս, չի ընդունում։ Ուրեմն իր պետությունն է ուզում ստեղծել, չի ուզում ստեղծել, ինչ իմանաս։ Մի ձեռքը ճանկռտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիք է անում հիմքից քանդելու։ Լսում էինք Դենիկ Դեմիրճյանի հանրահայտ հայ պատմվածքից մի հատված եւ զրուցում ենք Դենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս հատվածը, վերջին հատվածը հենց թանգարն է հրապարակել, չէ՞։ Այո, սա հայ էսեից կրճատված մի հատված էր։ Այն կրճատված հատվածներից Այն կրճատված հատվածներից մեկն էր, որը տեղ չի գտել ակադեմիական հրատարակության մեջ։ Խորհրդային տարիներին չէր կարող։ Այո, խորհրդային տարիներին չէր կարող, բայց պարբերական մամուլում տպագրվել է եւ այժմ արդեն մենք տպագրել ենք այս գունավոր հոբելյանական տեսքով հանդիսավոր, որովհետեւ Դեմիրճյանի 135-ամյակն էր այս տարի եւ մենք այդ արդիվ փորձեցինք հանրությանը ներկայացնել էսեի ամբողջական տարբերակը։ Հենց միայն այս պատմվածքի ցանկացած նախադասություն կամ տող ամենապես ցույց է տալիս, թե որքան իրական է մեծ գրողի տողը այսօր եւ որքան է այն համահունչ մեր իրականությանը, մեր մտորումներին, այսինքն չի փոխվել ոչինչ իր ժամանակներից ի վեր, այս 135 տարիների ընթացքում իր ծննդյան օրից ի վեր։ Երևի թե չի փոխվել, այնպես հոգեբանության եւ նկարագրի մեջ չի փոխվել, պարագաների եւ վիճակների մեջ անշուշտ փոխվել է, բայց որքանով է ձեր կարծիքով այսօր նրա խոսքը, այսպես ասենք, մեր իրականությանը համահունչ։ Նրա խոսքը մեր իրականությանը շատ է համահունչ եւ ոչ միայն այն արժեքները, որոնք վաղուց դասական են համարվում եւ անքննելի են, անվիճելի են, այլ այն հոդվածները, հրապարակային ելույթները, որը նա գրել է ժամանակի պարագաների թելադրանքով։ Այսօր էլ են դրանք շատ արդիական։ Օրինակ, այս տարի մեզ համար մեծ հայտնություն էր Դեմիրճյանի Անտիպ մի ձեռագիրը, որը մենք գտանք նրա արխիվում։ Այդտեղ Դեմիրճյանի դատողություններն են Ղարաբաղի, Նախիջևանի եւ Ջավախքի ճակատագրերի առնչությամբ եւ ոչ մի բան մեզ համար անսպասելի չէ Դեմիրճյանի ասածների մեջ։ Անսպասելին, զարմանալին այն է, որ այդ ամենի մասին ինքը խոսել է, գրել է 54 թվին։ Նա սովորաբար համարվել է զգուշավոր, վախկոտ, խույս է տվել սուրանկյուններից, կարծես թե այդպես են վկայում կենսագիրները, ժամանակակիցները, բայց մենք տեսանք այդ ձեռագիրը, հիմա այն պատրաստվում է հրատարակության եւ համոզվեցինք, որ մարդը մեծ քաղաքացիական համարձակություն է ունեցել եւ գրել է այն բաների մասին, որոնց մասին մտածելն անգամ կարող էր արգելված էր եւ կարող էր ուղղակի ֆիզիկական ոչնչացման, այո, հաշվեհարդարի պատճառ դառնալ։ Ցավոք մեր մեծ գրողները, մեր հասարակությանը դեռ դպրոցական հասակից շատ ավելի հայտնի են իրենց գերեստական ստեղծագործություններով եւ ոչ այնքան իրենց հոդվածներով, չէ, եւ անգամ Թումանյանը, անգամ Տերյանը։ Դեմիրճյանի դեպքում պիտի ցավոք ասեմ, որ գեղարվեստական ստեղծագործություններն էլ դպրոցական ծրագրում բավարար չափով չեն ընդգրկված։ Վարդանանք պատմավեպը եւ ավելորդը պատմվածքն են դպրոցական ծրագրում ներառված եւ պիտի հուսամ, որ իմ խնդրանքով եւ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի պաշտոնական գրությամբ, առաջարկությամբ եղել է առաջարկ, որ Գիրք ծաղկանցը եւ Քաչնազարը եւս ներմուծվեն դպրոցական ծրագիր, ուզում եմ հավատալ, որ այդ առաջարկությունը չի մերժվի, որովհետեւ ունենալ այդպիսի փոքր արձակի բացառիկ քնարական, պատմական, դաստիարակչական, ճանաչողական առումով
առումով այդքան մեծ գործ, ինչպիսին գիրք ծաղկանցն է, կամ Քաչնազարի նման բոլոր ժամանակների համար շատ արդիական հնչողություն ունեցող թատերգություն, եւ դրանք դպրոցական ծրագրում չներմուծել, ես կարծում եմ սա ճիշտ չէ։ Մենք պիտի այս արժեքներով դաստիարակենք այն սերունդը, որը վաղը այս երկրի տերն է դառնալու, եւ հուսանք, որ ավելի լավ տեր պիտի կանգնի։ Հուսանք։ Դեմիրճյանը ապրել է այս բնակարանում, սա նրա տունն է եղել, եւ որ թվականից է դարձել թանգարանը։ Թանգարանը դարձել 1977 թվականից, երբ տոնվում էր գրողի ծննդյան 100-ամյակը, եւ քանի որ խորհրդային տարիներն էին, ողջ խորհրդային միության մասշտաբով էր տոնվում, որովհետեւ Դեմիրճյանը ուներ այդ ճանաչումը, այդ մասշտաբներին արժանի էր, նա միայն հայկական երևույթ չէր, Հայաստանի տարածքում տեղավորվող գրական իրողություն չէր, եւ եթե այդ տարիների մամուլը թերթում ենք, եւ ռուսական մամուլը, խորհրդային կենտրոնական մամուլը, եւ վրացականը, եւ հայկականը շատ այդպես լրջորեն անդրադարձել են Հոբելյանին, եւ հենց այդ թվին էլ 1977 թվականի մայիսի 18-ին էլ բացվել է այս տունը իբրև թանգարան։ Եվ այդ տարիներից ի վեր ինչ է փոխվել, ինչ որ բան փոխվել է, ես տեսնում եմ, որ ամեն ինչ պահպանված է իր իրերը եւ այլ, բայց այո, իրերը պահպանված են, դեր հարդարանքն էլ համենայնպես երկու մեմորիալ սրահներում, իր աշխատասենյակում եւ հյուրասենյակում հնարավորինս հարազատորեն պահպանված է ժամանակի ոգին, նրա ապրած օրերի ոգին եւ իրերը եւ դասավորությունը, մի խոսքով ամեն ինչ, պատերի գույնը, հատակի գույնը հնարավորինս, որովհետև վերջին մասնակի նորոգման ժամանակ մի քիչ հատակի գույնը փոխվեց, ներկի գույնի հետ կապված խնդիր կար։ Նորոգում եղել է։ Նորոգում մասնակի նորոգումներ եղել են 2006-ին, այսինքն վերջին այդպես մասնակի նորոգումը եղավ եւ դրանից առաջ եւս մեկ անգամ կարծեմ թե 2002-ին էր, որ էլի մասնակի վերանորոգում արվեց։ Այո, վերևից, որովհետև սա բազմաբնակարան շենքի մեկ հատված է եւ այդ ոտնձգություններից մենք ապահովագրված չենք, այո, այդ 2006-ից հետո անմիջապես, որ թվում էր մի քիչ վիճակը բարվոք է եւ պիտի մենք մի քիչ տևականորեն այդ համեմատաբար լավ վիճակում գոյատևենք, տեղի ունեցավ այս ջրհեղեղը եւ պատկերը ինձ թվում է ինքն իր մասին խոսում է։ Այո, իսկ ինչ են ձեռնարկում, ասենք կամ չգիտեմ, մշակույթի նախարարության գրողների միություն։ Չէ, գրողների միության խնդիրը չէ դա, բարոյական իմաստով գուցե եւ այդ կարեկցանքը կամ հոգեբանական սատարումը կա անշուշտ, բայց սա մշակույթի նախարարության ենթակայությանը պատկանող հաստատություն է։ Այո, ավելին, սա մասնաճյուղն է գրականության եւ արվեստի թանգարանի, այսինքն եթե մշակույթի նախարարությունը հոգ է տանում, ուրեմն հոգ է տանում այդ մեծ կառույցին նկատմամբ եւ այդ մեծ կառույցի մեկ օղակել որպես Տերնիկ Դեմիրճյանի տուն թանգարանը։ Հետեւաբար եթե լինում են ֆինանսավորումներ, ինչ որ հոգացության դրսևորումներ, ապա այս դեպքում բաշխվում է ամբողջ այդ ֆոնդը գրականության եւ արվեստի թանգարանի նրա մյուս մասնաճյուղերի վրա, ապա նաեւ Տերնիկ Դեմիրճյանի տուն թանգարանի վրա։ Դիմել եք այդ առումով։ Բազմաթիվ պաշտոնական գրություններ կան, բազմաթիվ ելույթներ կան, դուք միջև այստեղ գալը չգիտեիք մեր խնդրի մասին։ Ես չգիտեմ, կա որևէ մարդ, որը տեղյակ չի։ Գիտեմ, բայց ուղղակի ուզում ենք իմանալ ինչ է սպասում, չէ՞ որ 35-ամյակ։ Ես շատ կուզենայի ձեր հարցին, չէ, ես շատ կուզենայի ձեր հարցին կոնկրետ պատասխան տալ, բայց դա չեմ կարող անել, որովհետև ես 2006 թվականից սկսած լսում եմ, որ հաջորդ տարի պիտի լինի հիմնանորոգում։ Բազմաթիվ հաջորդ տարիներ են անցել 2006-ից մինչև այսօր։ Գոնե 2012-ին մենք լսում էինք, որ 2013-ին պիտի արվի այդ գործը, բայց հիմա գիտենք, որ 2013-ին էլ չի արվելու, որովհետև չգիտեմ, ես արդեն այդ հաջորդ տարի արտահայտությունը այնքան հաճախ եմ լսում, որ դժվարանում եմ հավատալ, պարզապես խնդիրն այն է, որ կրկնում եմ, ֆինանսները ուղղորդվում են ըստ անհրաժեշտության։ Հիմա այս պահին աշխատանքներ են տարվում գրականության եւ արվեստի թանգարանում, Թումանյանի տուն թանգարանում Դսեղում, Բակունցի տուն թանգարանում Գորիսում, ջեռուցման խնդիրներ են լուծվում։ Չգիտեմ, սովորաբար այդպես է, չէ՞, թե տունը վերանորոգում ենք, սկսում ենք ամենակարևորից, հետո հասնում պակաս կարևորներին, հետո շքամուտք, չգիտեմ, գուցե մենք այդ շքամուտքի կարգավիճակում ենք, թե ինչ։ Մի քիչ չեմ ուզում իհարկե զավեշտի վերածել, բայց առայժմ մենք վերանորոգման հույս այս տարի չունենք, դժբախտաբար այս տարի եւս չունենք։ Իսկ որքան է այցելուների հաճախելիությունը թանգարանում,
ինչ կարող եք ասել։ Դուք ասացիք, որ ցավոք դպրոցականների ծրագրում այդքան շատ չեն ընդգրկված, արդյոք դա նաև ետ չի պահում այցելությունների չափը։ Իհարկե դա անդրադառնում է այցելությունների քանակի վրա եւ այցելուների որակի վրա։ Այս փաստը այն է, որ գալիս են այն աշակերտները, ովքեր որ անցնում են ավելորդը միջին դասարաններում եւ ովքեր որ անցնում են վարդանանքը բարձր դասարաններում։ Նրանք անպայման գալիս են։ Բնականաբար, եթե նոր ստեղծագործություն ներմուծվի, դա խթան կհանդիսանա, որպեսզի եւս մեկ առիթ ունենան տուն թանգարան այցելելու։ Այնպես որ եկողները հիմնականում ես ուսուցիչների մասին պիտի խոսեմ, այն ուսուցիչը, որը գիտակցում է կարևորությունը տուն թանգարանում իր սանի ներկա գտնվելու, այստեղ եղած նյութը իր սանին մատուցելու, ուրեմն բերում է իր աշակերտներին եւ լինում են դպրոցականներ, ուսանողներ, դե բնականաբար մենք նաեւ ունենում ենք միջոցառումներ թեմատիկ դասերի տեսքով, գրական հանդիպումների տեսքով եւ այստեղ գալիս են տարբեր ուրեմն լսարան ներկայացնող մարդիկ, գրողներ, մտավորականներ, լրագրողներ, արվեստագետներ, բացի դպրոցականներից եւ ուսանողներից, որոնք սեփական նախաձեռնությամբ են գալիս, մենք նաեւ ինքներս փորձում ենք կապել գրական աշխարհը, մտավորականների ուրեմն հանրությունը այս թանգարանի հետ եւ ինչպես Դեմիրճյանի տան ջերմությունը փորձում ենք ջերմությունը եւ ասենք ամեն տարի եթե ինչ որ գրական մի հետաքրքիր իրողություն է լինում, մենք անդրադառնում ենք դրան, ասենք ժամանակակից գրականության մեջ, ինչու որովհետեւ Դեմիրճյանը ժամանակին հովանավորել է սկսնակ գրողներին, փորձել է օգնել, որ նրանք կայանան։ Մենք էլ այսօր, եթե ինչ որ երիտասարդ գրող է հայտնվում, որը ուշադրության արժանի է մեր կարծիքով եւ գրասեր հանրության կարծիքով, փորձում ենք այս թանգարանում նրան հյուրընկալել։ Անցյալ տարի հյուրընկալվել է Արամ Պաչյանը։ Այս տարի Հրաչ Սարիբեկյանի հետ ենք պատրաստվում։ Երիտասարդ գրողներ։ Այո, նաեւ երիտասարդ գրողներ ավանդույթին հավատարիմ մնալով այս տանը նրանք եղել են Դեմիրճյանին հյուր, ստացել են համապատասխան խորհուրդներ, համապատասխան ուղղորդումներ, մենք էլ ենք փորձում այդ ավանդույթը պահել։ Եվ նաեւ Էմմա Բեկիջանյանի թարգմանած գրքի շնորհանդեսը մենք կանենք այստեղ, պարսկական ժամանակակից արձակի գործերն է թարգմանել, բավական հետաքրքիր գործեր կան, այսպես խորը փիլիսոփայություն պարունակող, մենք ցանկանում ենք այդ գործը եւս ներկայացնել Դեմիրճյանի տուն թանգարանում։ Թանգարանը կարող է դառնալ գրական մշակութային աշխարհ։ Մենք կարծում եմ արդեն դարձել է։ Սիրելի վայր է համենայն։ Մենք փորձում ենք այդպես անել, որ դառնա։ Իսկ ներողություն, այնուամենայնիվ, քանի որ 135-ամյակի մասին խոսեցինք, ինչ Դեմիրճյանի գործերի հետ կապված, ինչ նոր հրատարակություններ է պատրաստում թանգարանը, գուցե նոր բացահայտումներ կան, գուցե դեռ չտպագրված գործեր կան, որ պատրաստվում եք ներկայացնել։ Այո, ինչի մասին, որ ես խոսեցի, դատողություններ Ղարաբաղի եւ Նախիջևանի հարցի շուրջ այդ խոհաշարը պիտի տպագրվի, ճիշտն ասած մենք ուրիշ նպատակ ունենք։ Դեմիրճյանը ունի մի հրաշալի մանկական ստեղծագործություն, Արջուկ լրջուկը չափածո հեքիաթը, որը քիչ է հայտնի, քանի որ մեկ անգամ 1944 թվականին տպագրվել է եւ մոռացվել։ Ուզում էինք այդ գիրքը տպագրել 135-ամյակի շրջանակներում եւ նվեր անել մեր ընթերցողներին, մասնավորապես փոքրահասակ, մանկահասակ ընթերցողներին, բայց այդ ընթացքում երբ փնտրում էինք Արջուկ լրջուկի բնագիրը, գտանք այն ձեռագիրը, որի մասին ասացի։ Հիմա այսպես պատրաստվում ենք հրատարակել այդ ձեռագիրը, այնուհետև եթե ֆինանսները թույլ տան Արջուկ լրջուկը եւ անցյալ տարի 135-ամյակին նվիրված գիտական նստաշրջան տեղի ունեցավ, այդ զեկուցումները շատ ցանկալի է, այո, մեկ պես գրքույկով հրատարակել, որովհետեւ այնտեղ Դեմիրճյանի ստեղծագործությանը, մարդկային կերպարին համակողմանի անդրադարձ կա եւ շատ ցանկալի է, որ այն հասնի գոնե նեղ մասնագիտական շրջան Այն ժամանակ, երբ ապրում ու ստեղծագործում էր Դեմիրճյանը, գոնե մինչև իր կյանքի վերջը, այնուամենայնիվ մեր գրական աշխարհը լի էր մեծերով, ոչ միայն գրական մշակութային աշխարհը, Լևոնտ Քոչարյանը։ Այո, եթե մեր լուսանկարներին նայեք, կտեսնեք Վիկտոր Համբարձումյանի, Մարտիրոս Ծարյանի հետ լուսանկարված, Ավետիք Իսահակյանի, բնականաբար, այո, ընկերություն, բարեկամություն է եղել, այո։ Այնուամենայնիվ այս սերունդը, որ գալիս է, ինչպիսին է լինելու նրա ճակատագիրը, կյանքը, ի վերջո մի բան է, երբ դու աշխատում ես, սովորում ես, ասենք, այդպիսի մեծերի գոյության պայմաններում հնարավոր է, որ ամեն պահ լսես նրանց ձայնը, խոսքը, չգիտեմ։ Հիմա շատերը դժգոհում են, որ
ինչ-որ դատարկություն եւ բարակություն կա մշակույթի եւ արվեստի ասպարեզում գրականության դուք ինչ կարծիք եք։ Ես այդ կարծիքին չեմ, պարզապես ամեն ինչ իր տեղն է դնում ժամանակը եւ արժեքները իրենց որոշակի ուրեմն մեծությամբ եւ խորությամբ երևում են ավելի շատ ժամանակի պրիզմայի միջով նայելիս։ Ես չեմ կարծում, որ մենք հիմա չունենք լավ արվեստագետներ, լավ գրողներ, ես արդեն տվեցի անուններ, որոնց հետ մենք այստեղ հանդիպում ենք եւ հույս ունեմ կլինեն նոր անուններ, որոնց մենք կանդրադառնանք։ Մենք չենք կարող ասել, որ այսօր չկան այն անունները, որոնք վաղը ստեղծելու են այս ժամանակի համապատկերը իրենց գոյությամբ, իրենց թողած ժառանգությամբ կամ գիտնականներ, որոնք այսինքն կարող ենք ասել, որ դուք գոհ եք այսօրվա մշակութային գործընթացից, արվեստի ձեռքբերումներից եւ առհասարակ դուք տեսնում եք լուրջ, առողջ արվեստ, որ այսպես ասենք, իրոք շատ պետք է այսօրվա հասարակությանը։ Ես չեմ ուզում հորետես լինել եւ չնկատել այն արժեքները, որոնք այսօր ստեղծվում են, եւ ուզում եմ հուսալ, որ հետո ավելի լավ կլինի։ Այնպես չէ, որ մենք ամենաբարձր չափանիշների մեջ ենք այսօր մեր մշակույթի, գիտության, արվեստի բնագավառում, գրականության բնագավառում, ավելի լավին կարելի է սպասել եւ կարծում եմ մենք բոլորս ունենք այդ սպասումը, բայց նաեւ ես չեմ ուզում, որ մենք այդպես նիհիլիստ լինենք եւ ասենք, որ ոչ մի լավ բան չի ստեղծվում, ինչ որ ստեղծվեց անցյալում է ստեղծվել։ Եվ ոչ կարևորը գրական գործընթացն է, չէ՞, որ այո, գրական գործընթացը կանք չի առնում եւ արդեն դա բավական է, որ մենք մեր հույսը չկտրենք։ Այնուամենայնիվ, ինչ եք կարծում, առաջիկա 30-40 տարիների ընթացքում ինչ մշակութային զարգացումներ եւ գրական կարող եք այդպիսի մի իհարկե կանխատեսումը շնորհակալ գործ չէ, բայց այնուամենայնիվ դատելով այսօրվա եղած իրական պատկերից ինչ է կարծում, ինչ է սպասվում։ Ես ունենանք իսկապես լուրջ մեծ գրականություն, արվեստ, չէ՞ որ ի վերջո հայ ժողովուրդը միշտ հապարտացել է իր գրական արժեքներով հատկապես։ Ես կարծում եմ այո եւ ուզում եմ հավատալ, որ այո եւ իմ ցանկությունն է, որ այդ գրականությունը, արվեստը, որ պիտի ստեղծվի եւ այսօր է ստեղծվում եւ վաղվա ուրեմն հոլովույթում պիտի ստեղծվի։ Ես շատ ուզում եմ, որ այն չդառնա այսօրվա խաչաձև շփումների, ինտեգրացիայի, գլոբալիզացիայի կրողը մեծ իմաստով։ Ես ուզում եմ, որ այդտեղ հայկական ոգին, հայկական ինքնությունը անպայման պահպանված լինի, որովհետեւ ինչքան էլ որ մենք շփումներ այսօր ակտիվ ունենք, ինչքան էլ որ պայմանները թելադրում են, որ մենք պիտի նմանվենք դրսին, ընդօրինակենք դրսից, ես շատ ուզում եմ, որ այդ բոլոր ժամանակակից ընդօրինակումների մեջ մենք մեր եսը չկորցնենք, այսինքն հայի ինքնությունը, հայ տեսակը չկորցնենք եւ այսօրվա գրականության մեջ այո ինչու եւ այս տեսակը այո եւ այս տեսակը այն որ ինքը ամենից շատ ազատությունն է սիրում այդ տեսակը որովհետեւ Դեմիրճյանին քննադատում են ասելով որ ինքը այստեղ հային բացասական գույներով է ներկայացրել բայց ներողություն Դեմիրճյանը օբյեկտիվ է ներկայացրել իրատեսորեն է ներկայացրել ոչ թե բացասական գույներով եթե նա ասում է եթե դուք սիրում եք կյանքը ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը ազատությունը սրանից ավելի լավ բան ինձ թվում է չի կարելի ասել ոչինչ չեմ ուզում ձեզնից ասում են նա իր նեղիչներին ձեզ լինի ձեր լուծը ձեզ լինի ձեր երջանկությունը գնացեք ապրեցեք խաղաղ եւ երջանիկ եթե դուք սիրում եք կյանքը ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը ազատությունը ես չգիտեմ կարելի է որևէ ազգի մասին այսքան լավ բան ասել իմ կարծիքով լավ գնահատական է այո ես ուզում եմ որ այս տեսակը լինի եւ կենցաղում եւ մարդկային շփումներում եւ գրականության մեջ եւ արվեստում եւ գիտության մեջ դաստիարակության մեջ գրողը որքանով իր դերակատարում անի մեր որքանով է նրա խոսքը լսելի իհարկե ես էլ ամեն բան ուզում ինչ որ դուք եք ուզում եւ բնականաբար չեմ կարծում չկա մի կիրթ մարդ որ այդպիսի ցանկություն չունենա բայց այնուամենայնիվ մի կողմից երբ նայում ես պատկերը փոքր տխուր է գրականությունը գրողը ասես մի կողմ է մղվել զուտ որոշակի խմբի մարդկանց համար է իսկ հասարակությունը իր կյանքով է ապրում ինչու է այդպես ինչն է պատճառը դե ոչ միայն գրականությունը գրողը մշակույթը լուրջ մշակույթն է մի կողմ մղվել այսօր մշակույթ ասելով լավագույն դեպքում հասկանում են սերիալները կամ կատակերգական ժանրի շատ կասկածելի մակարդակի ֆիլմերը կամ երաժշտությունը փոփ այսպես աստղերի այսպես ասած աստղերի կատարմամբ այո նույնիսկ եթե երաժշտություն կամ կինո են ասում նկատի չունեն լուրջ երաժշտությունը կամ լուրջ կինոն այդպես եւ գրականությունը եւ կարծում եմ գրականությունը ավելի շատ է
հեռացած, ավելի շատ է անջրպետված հասարակությունից, որովհետև միշտ էլ գիրք կարդալու համար որոշակի որակներ են հարկավոր, այո, գրողը ավելի դժվար է ստեղծում իր կապը հասարակության հետ, եւ մենք դա հենց Դեմիրճյանի օրինակով էլ կարող ենք ասել։ Իր գրականությունը երբեք չի եղել այն գրականությունը, որ ասենք, եթե Չարենց Տերյան կամ Իսահակյան կարող էին այդպես գրքույկների ձևով Թումանյան պահել ծոցագրպանում կարդալ, ոչ, Դեմիրճյանի գրականությունը դա չի եղել։ Ինքը միշտ էլ եղել է մտավորականի համար, մտածող մարդու համար ստեղծվող գրականություն, եւ այսօր էլ եթե ստեղծվում է այդ գրականությունը, բնականաբար ինքը դժվար է հարթում իր ճանապարհը դեպի ընթերցող, դա սпасելի է, ու եթե մենք հաշվի առնենք, թե ինչքան շատ են գնում մեր հանրապետությունից, հենց ֆիզիկական այդ, հեռացումի պահը, բնականաբար այդ գնացողների մեջ նաեւ ընթերցողներն են գնում, եւ բնականաբար պիտի պակասեին ընթերցողները։ Ինչը պիտի վերջո ձեր կարծիքով կապի ընթերցողին գրականության, անկեղծորեն, օրինակ ձեր կարծիքով ինչը պիտի դրթի այդ կապի վերականգնմանը ընթերցողին։ Ես կարծում եմ նախ դաստիարակությունը ընտանիքում, ապա կրթությունը դպրոցում, բնականաբար շարունակական կրթությունը ավելի բարձր ուսումնական հաստատություններում, մենք առաջ ունենք գրքի պաշտամունք, չէ՞, նույնիսկ տանը եթե ընդունված չէր գիրք բացել, գիրք ունենալը մոդա ասեմ, ինչ ասեմ, նույնիսկ ծաղրում էին, որ մարդիկ կահույքի գույնի համապատասխան կազմերով գրքեր են ընտրում, բայց փաստը մնում էր փաստ, որ եթե մարդը ուզում էր, չգիտեմ, ինչ որ սկահակ գնել իր տան համար կամ ասենք թե ինչ որ թանկարժեք բազմոց, դրան զուգահեռ ինքը անպայման մտածում էր նաև գիրք գնելու մասին։ Այսօր ես չեմ կարծում, որ դա պարտադիր պայման է գիրք գնելը, դա առանձին մարդկանց համար է փաստորեն կենսաձև, որ պիտի իրենք անպայման գիրք ունենան, եթե նույնիսկ ֆինանսապես ի վիճակի չեն գնելու, պիտի գնան գրադարանում կարդան այդ գիրքը, բարեբախտաբար մենք գրադարաններ ունենք եւ մարդիկ, որոնք իրոք մեր մտավորականները իզորու չեն, ի վերջո ֆինանսապես նրանց հնարավորությունները այնքան չեն ֆինանսական, որ ցանկացած գիրք կարողանան գնել։ Այն գիրքը, որոնք չեն կարող ձեռք բերել, օգտվում են այդ գրքերից ընթերցասրահների շնորհիվ, այսինքն դա մի փոքր խումբն է, չկա այդ կուլտուրան, որ ես պահարան ունեմ, պահարանից մեջ պիտի գիրք դրվի, հա, ինչ որ շքեղ սկահակի կողքին։ Այո։ Բարեբախտաբար չկա, գուցե դա։ Չգիտեմ, բայց այն ժամանակ հասկանում եք, գուցե այդ ընտանիքում ապրում էին 7 մարդ, այդ 7-ից մեկը կամ երկուսը հասկանում էր, որ գիրքը նրա համար չի, որ կազմի գույնը համապատասխանի կահույքի կամ վարագույրի գույնին, այլ նրա համար է, որ վերցնի ու բացի։ Այսօր չունեն այդ շանսը մարդիկ։ Ինչ կասեք մարզերի մասին, ես ուղղակի ուզում եմ որպես վերջաբան մի փոքր այդ մասին խոսել։ Չարենցի, Թումանյանի, Փարաջանովի թանգարներ, Սարյան նաև գիտեմ, որ շատ հաճախ են մարզային այցելությունները, թեկուզ դպրոցահասակների, Դերինիկ Դեմիրճյանի տուն թանգարան մարզային այցելություններ լինում են։ Քանի որ դպրոցական ծրագրում լայն ընդգրկում չունի, մայրաքաղաքային դպրոցներն էլ այնպես չէ, որ շատ հաճախ են այցելում, այսինքն մյուս թանգարանների համեմատ այս թանգարանում ավելի քիչ են լինում այցելուները, բայց մեզ համար շատ զարմանալի էր, որ անգամ Իջևանից, Դիլիջանից էին դպրոցականներ եկել, Մեծամորից էին վերջերս եկել, Էջմիածին քաղաքի ինչ որ դպրոց, այո, լինում են, գալիս են, բայց ասել, որ դա արվում է այնքան ակտիվ, որքան մյուս թանգարաններում, եւ թանգարանը իր վիճակով, իր այսպես ոչ բարենորոք վիճակով չի տրամադրում, որովհետեւ թանգարանը պիտի գեղեցիկ տեսիլքի նման մի բան լինի, պիտի ցուցադրական այսպես վիճակի լինի, այս թանգարանում խնդիրը ցավոք արկա է եւ եթե մարզերից էլ այցելում են, ամեն դեպքում վերջին տարիների ընթացքում անդադ գալիս եւ նույն բանն են տեսնում, նույն ցուցադրությունը, նույն վիճակը։ Կարծում եմ, եթե վիճակը փոխվի, եթե թանգարանում վերանորոգում եւ նոր ցուցադրություն արվի, ոչ թե կարծում եմ, վստահ եմ, ավելի կակտիվանան այցելությունները եւ մայրաքաղաքից եւ մարզերից։ Իսկ կապը այո, կա այնուամենայնիվ մարզերի։ Եթե հնարավոր է մի փոքր հատված այդ դեռ չտպագրված Դեմիրճյանի նոր ձեռագրից։ Այո, ես կկարդամ մի հատված, ասեմ, որ այս հատվածը տպագրվել է կարծեմ Նարցիս հանդեսում, որտեղ ես տարբեր հատվածներ տրամադրել եմ Նարցիսին, գրական թերթին, Անդինին եւ Հայկազյան հանդեսի համար է նաեւ նախապատրաստվում։ Հիմա ես կկարդամ մի հատված։ Ամբողջ տրագեդիան այն է, որ մի կողմից մեզ լռեցնում են ավելի եւ ավելի, մյուս կողմից այնպիսի պրովոկացիաներ են անում, որ մենք պորտկանք, անհավասարակշիռ ելույթներ ունենանք, ավելի եւ ավելի ընկնենք ծայրահեղությունների մեջ եւ մեզ մեղադրեն նացիոնալիզմի մեջ այն ժամանակ, երբ մենք ստիպված ենք լինում ցուցադրել մեր պատրիոտիզմը։ Առհասարակ, չգրված մի օրենք է դարձել, չպայմանավորված համաձայնություն, միշտ հայերի պատրիոտիզմը դարձնել մեղադրանք, նացիոնալիզմ։ Հայ կուլտուրայի որևէ երևույթը նշելը, վերհանելը, հայ ժողովրդի որևէ պատմական կամ ներկայի առավելությունը, հայերեն խոսելու ցանկությունը եւ այլն որակվել է որպես նացիոնալիզմ,
ոչ մի լենինյան դրույթ, որ հայ ժողովրդի համար եւս գոյություն ունի կարծես, հայերի դեպքում նացիոնալիզմ է, Ղարաբաղի պահանջը, Նախիջևանի պահանջը, Ախալքալաքի համար որևէ դրության պահանջը միշտ համարվել է նացիոնալիզմ։ Այսքան համարձակ կարելի էր լինել 1954 թվականին։ Փաստորեն կարելի էր։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։